Այ ժողովուրդ ջան, եթե մենք մեր մասին չենք մտածում, ինչու ենք պահանջում, որ ուրիշները մտածեն։ Եթե տարական ճշմարտությունները չենք սերտում, ոնց ենք պատրաստվում, չգիտեմ ինչերի հասնել։ Ասում ենք, եթե հետիոտնային անցում կա, դրանով անցեք, ոչ, մարդիկ հենց ստորգետնյա անցման վրա մահանում են վրաերթից։ Ասում ենք, հրդեհային անվտանգության կանոններին ուշադրություն դարձրեք, բանի տեղ չեն դնում։ Հետո գոմում հրդեհից ավելի քան 100 խոշկոր են կորցնում, հետո էլ բողոքում են բախտից։ Մի խոսքով, շատ վատ աշակերտներ եք, դուք ուսուցիչներ, երբեք չեք դառնա։ Կամ ինչ է նշանակում հանդիպակաց երթևեկելիով երթևեկես։ Ամեն օր նենց բաներ ենք տեսնում ու լսում, որ արդեն դադարել ենք զարմանալ։ Իսկ դա վատ է, շատ վատ։ Երբ կեսօրին մոտ Ազանգի հետքերով հասա Կիևյան փողոցից Մոնտե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածի սկզբնամաս, դեռ չգիտեի, թե ինչն էր Տեսլայի ու Լադայի բախման պատճառը։ Չնայած անցած փորձս հուշում էր, որ հաստատ մեքենաներից մեկի հանդիպակաց դուրս գալու պատճառով են այսօրը ընկել, բայց թե կոնկրետ որ մեքենան, այ դա արդեն պետք էր տեղում պարզել։ Չնայած մեքենաների դիրքին երկաթե նժույգների ստացած վնասվածքները վկայում են, որ բախումը ճակատային է եղել, ու որքան էր զարմանքս, երբ ստացա նախնական տեղեկություն, որ Լադանա դուրս եկել հանդիպակաց, այ քո տունը շինվի, հանդիպակաց դուրս գալու համար պիտի լիովին վստահ լինես ոչ միայն քո մեքենայի հնարավորությունների, այլև քեզ վրա։ Լադայի վարորդին տարել էին հիվանդանոց, էլ չկարողացա հարցնել, թե քո արածը դուրդ եկավ, էս ինչի ա նման էլի։ Այդ հեռախոսն է սաղ վթարի պատճառ։ Հələ լավ է այս զրոյթի վարորդին հիվանդանոց են տարել, այլ ոչ թե ուրիշ տեղ։ Նկատի ունեմ հանգամանքը, որ ծայրից ծայր պլաստմասա, գառմոշկա դառնալու համար շատ բան պետք չի, բայց բախտը բերել է, որ այս Տեսլայի ժեշտն էլ մի առանձնապես բան չի։ Այ եթե 140 կուզովի Մերսեդեսի խփեր կամ հին ջիպերի, այս դեպքը կներկայացնենք տեսանյութի վերջին հատվածում, որտեղ սովորաբար մավան ելքով դեպքեր ենք տալիս։ Համ էլ հենց դուրս գրվես հիվանդանոցից, Տեսլայի 27-ամյա վարորդին էլ կտեսնես, մարդը չի նեղացել քեզանից։ Առաջին օգնողներից մեկը հենց նա է եղել։ Կարևորը ոչ չկա։ Ախպեր, ինչ ասել էլի նմաններին, անջատված պապիրոսը բերանը վթարված մեքենայի կողքով անցնում է ու ձեռի հետ էլ հետաքրքրասիրությունը բավարարելով, այդ ծխախոտի պատճառով, որ մի հատ գմփար երևի այդ ժամանակ խելքը գլուխը հավաքեր, բայց ինչևէ, հիմա տեղափոխվենք Արարատի մարզ, ավելի ստույգ Պարուր Սևա գյուղի վարչական տարածք։ Հենց այս կողմերից Ազանգ եմ ստանում միանգամից մտաբերում եմ մեծն բանաստեղծի հետ տեղի ունեցած ողբերգությունը։ Գիշերը 3:30-ի սահմաններն էր։ Ուղիղ 1 ժամ առաջ այստեղ մեծերի բախումն ա եղել։ Չէ, էսի չի քշվի։ Էսի ոնց կքշվի լնդենալ։ Մեծեր ասելով նկատի ունեմ առաջին հերթին այս բեռնատարը, հետո Ford Transit-ը, դե ամեն դեպքում մարդատար սեդան չեն։ Մինչև պարզելը, թե կատարվածը որ մեքենայի վարորդի մեղավորությամբ է, փորձեցի հասկանամ, թե արդյոք մարդկային կորուստներ ունենք։ Բնականաբար կասկածում էի տրանզիտի ներսնում գտնվածների մասով, թե չէ բեռնատարը Սամո Սաբոյ ապահով է, ու ճիշտ էի, ասեցին, որ հիվանդանոց տեղափոխվել է մի հոգի, տրանզիտի վարորդը։ Մարդու քրտինքը։ Այո, խեղճ մեքենան ամբողջությամբ խնձորով էր բարձել, երևի տանում էր վաճառելու։ Պարեկներին հարցրեցի, թե ով է կատարվածի մեղավորը, դժվարացան պատասխանել, թե բա նախաքննական մարմինը կասի։ Էդ մենք էլ գիտենք, դուք ձեր պատկերացրածը ասեք, բայց մեր մեջ ասած ճիշտ էլ անում են, որովհետև հատկապես բեռնատարի դիրքից դժվար է պատկերացնել, թե ինչ ա կատարվել։ Միակ փաստն էր, որ նախքան հիվանդանոց տեղափոխվելը, Ֆորդի եւ նաեւ բեռնատարի վարորդներին պարեկները սթափության փորձաքննության են ենթարկել, երկուսն էլ սթափ են եղել։ Իսկ ահա քննելու մասով փորձաքննություն չկա, ու եթե դու պարզվի, որ վարորդներից մեկի աչքն ա կպած եղել, հեչ չեմ զարմանա։
Ինչպես հայտնի ֆիլմն էր կոչվում եւ անձրևը մաքրում է հետքերը։ Հուսանք աշխատասեր մարդը շուտ դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ հիմա հասկանանք, թե ի վերջո ինչ են պարզել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչները, երբ առավոտ կանուխ ժամը 7:30-ի սահմաններում առաջին փողոցի 20-րդ տան մոտ ուժեղ ծուխ են նկատել։ Մոտենալով պարզել են, որ կրակն ու ծուխը անասնագոմից են դուրս գալիս, հետո պարզում են, որ ներսում ուշադրություն 200-ից ավելի մայրացու խոզեր, խոշկորներ կան։ Ոայ մամա ջան, որը սաղեր տարեմի հատ առանձին տեղ եմ լցեվի ձակերը բաներ, օդքի չա պետք եղե։ Սաղ հղի մայրեր, Սաղ պետք է ծներ է։ հա, ծնած էին կեսից շատը։ Քանի հատ 80 հատ գոջի կա, չէ, ինչ 90 հատ 80 հատ գոջի կար տակները։ Սա իրոք ողբերգություն էր։ Բնակիչները վարչական շրջանի ղեկավարի հետ արագ ահազանգում են 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ու մինչ հրշեջ փրկարարների ժամանումը փորձում են սեփական ուժերով պայքարել կրակի տարածման դեմ, սակայն ապարդյուն։ Վերջապես հրշեջները հասնում են ու կրակը մարելուց հետո հայտնաբերում տասնյակ սատկած խոզեր ու խոչկորներ, ավելի ճիշտ 170-ին մոտ։ Հետո Կոտայքի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները կապ են հաստատում սննդի անվտանգության տեսչության հետ, ովքեր պետք է օգնեն գյուղացուն սատկած խոզերին տեղափոխել դաշտամիջյան հատված, որտեղ մի քանի մետր խորությամբ պետք է փոս փորեին, խոզերին լցնեին փոսի մեջ ու հողով փակեին։ Այս խոզը հանեցին կեսից սատկավ, ասին հանի որ ջուր եք պահում, մեծ խոզ էր, հանեցին դե սատկավ, շունչը կդրվավ։ Այդ մեկն է սաղ մնացել։ Երկու հատ էլ կային, հանել են վերև։ Պարարտ հողը այդ վարվելումը։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը հնարավոր է էլեկտրալարերի թույլ միացումն է եղել, բայց կրկնում եմ, ըստ նախնական տեղեկությունների, անկախ ամեն ինչից, խոզատերը պետք է հրդեհային անվտանգության նկատմամբ շատ ուշադիր լիներ։ Այդ խեղճը ըստ գյուղացիների մեկ խոչկորից է սկսել ու առավոտից երեկո իր արդար քրտինքով բազմացրել է խոզերին։ Ինչի է այս աշխարհը սենց թարս։ 8 հատը մենակ ծնած էին եւ ամեն մեկի տակ 14-15 հատ գոջի։ Վայ, Սա սատկել են։ այնը սատկել։ Հա, ընդելա սատկել մայրը ջտերը տակ է, իսիա սատկել։ Սենց պստիկներ շատ կային, մի 60 հատ էլ տարեունիշ տեղ եմ լցրել։ Ակուրատ էլ գոմերը այս թե նայ։ Դու տեղը տեղին օր երկու անգամ լվացվում, ակը տես ինչքան են բաներ եղել, սրանք մաքուր են եղել։ Ինչքան են իրար եկել, որ ցեխա դառը։ Հիմա որ ասեմ շատերի ականջները այնքան խորը բամբակներ են դրված, որ ոչինչ չեն լսում, կասեք ասեց։ Նախանցած, անցած տեսանյութերում զգուշացրինք, որ հարգելի, սիրելի, սքանչելի, պատվելի հետիոտներ, ճանապարհը անցեք միայն թույլատրելի հատվածով։ Լավ, նեուժելի այդքան բարդ բան է։ Իհարկե բարդ չի, բայց դե մարկանց ականջները, ինչպես արդեն ասացի, բամբակներով է լցված։ Էս էլ փաստացի ապացույցը։ Կոմիտասի Պողոտայի թիվ 38 շենքի դիմաց ենք, որտեղի հարևանությամբ ապրող բնակիչներն արդեն այս հատվածը համարում են մահաբեր ճանապարհ, իսկ ինչպես ասում են կադրերը, առավել քան խոսուն են։ Ճիշտ է, կադրերից աժոտաժը նկատում եք, բայց մի քանի խոսք պիտի ասեմ, եւ ուրեմն գտնվում ենք Ստորգետնյա անցումի հարևանությամբ, կրկնում եմ, Ստորգետնյա անցումի։ Սավանի տակ գտնվող անձը պետք է փողոցը գետնի տակով անցներ, բայց այլ վտանգավոր ճանապարհն ընտրում ու փորձը դառնում։ Մեքենան նրան վրաերթի է ենթարկում, որից հետո բախվում է մեկ այլ մեքենայի, իսկ նույն այդ ընթացքում ըստ օպերատիվ տվյալների մեկ այլ մեքենա կրկնակի վրաերթի է ենթարկում հետիոտնին։ Սարսափ ժանրից է, ժողովուրդ ջան։ Պարզեցի նաև, որ վարորդներից մեկին էլ տեղափոխել են հիվանդանոց։ Վախից, թե ստացած վնասվածքից չհասկացա։ Հիմա ուշադրություն։ Հենց այս հատվածում վրաերթերի մի քանի դեպք եմ ներկայացրել, իսկ դրանք տեղի չեն ունենա, եթե հետիոտները չալարեին ու փողոցը անցնեին գետնի տակով։ Այսինքն, մարդիկ չեն արժևորում իրենց կյանքը։ Լավ, դուք չգիտեք, թե Կոմիտասի Պողոտան ինչ լայնություն ունի։ Այն կտրելը բավականին բարդ է։ Էլ ուր մնաց մթով։ Խելքի աշեցեք, հետիոտներ ջան։ Բախտը մի փորձեք, որովհետև ինչպես ուսանում է փորձը, նման դեպքերի գերակշիռ մասը ավարտվում է ողբերգությամբ։ Если вы хотите диатарна,
Կամ էս մոտոցիկլավարները, որոնք վերջին ժամանակահատվածում սնկի պես բուսնում են։ Ախր էս անտերը քշելու համար միայն ադրենալինի արկայությունը բավարար չի։ Պետք է նաև համապատասխան հմտություններ ունենաս ու առաջին հերթին զգոնություն, ռեակցիա։ Տռասներով բացեք արագություն, ինչ որտեղ հլը հասկանալի կլինի, բայց մայրաքաղաքում այս սենց ավարտա ունենում։ Ինչ որվիսի ճարագություն ըլնի։ Սե մոտոյ համարի։ Էս ինչ մոտոյա մարկան։ Հոնդա։ Մինենց էլ ասեցի Հոնդայա, կարծես սաղ կյանքս մոտո վարած լինեմ, բայց մոտոցիկլավարը հաստատ պիտի տեղյակ լիներ, որ Իսակովի պողոտան, որի վտանգների մասին անցած թողարկմանն էլ զգուշացրինք, արագություն զարգացնելու հեշ լավ տեղ չի։ Ցանկացած պայի կարող է առջևում մեքենա հայտնվել ու եթե ռեակցիայի հետ կապված խնդիր ունես, ավելի լավ է չտանջես գազը։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 33-ամյա Ալեքսանդրը գիշերը ժամը 3-ի սահմաններում երևի մտածել է, թե մեքենա չկա, բան չկա, բռնեմ ու դժոխային արագություն բացեմ։ Բացել է ու նստում հեռախոսից նա ինչ է մնացել։ Սաղավարտուր այք է հասել։ Շպրտվե Սիձելնի կուրը հասե։ Ինչպես տեսնում եք, Ալեքսանդրը Հոնդայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա հայտնվել մայթին, բախվելով բազալտե եւ երկաթե ցանկապատին։ Երևի ավելորդ էլ է ասել, որ Ալեքսանդրը հենց տեղում էլ մահացել է։ Լավ, Հայաստանի ճանապարհներին կարող էր ծանոթ չլինել, բայց Ռուսաստանի վիճակագրությանը պիտի որ ծանոթ լիներ։ Պետք է գիտենար, որ Ռուսաստանի ճանապարհներին մի քանի 100 մոտոցիկլավար է զոհվում։ Ինչա, դա բավարար չէր։ Մարդ չգիտի էլ ինչ ասի։ Առաջին հարվածը այստեղ է եղել։ Այնա էլեկտրասյան վրա էլ այրան հետքեր կա, հայհոսա։ Եվ վերջում Ծովագյուղ Շորժա Վարդենիս Չարաբաստիկ ճանապարհի 80-րդ կիլոմետրին կատարվածի մասին։ Մասնագետները փաստում են, որ ինքնավթարների մեծ մասը արագության գերազանցման եւ հեռախոսով խոսելու հետևանքն են։ Մի մասը զգոնության բացակայության։ Թե սրանցից հատկապես որն է եղել պատճառը, որ Opel Zafira-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվել եւ հայտնվել դաշտում, կպարզի նախաքննությունը, բայց ինձ թվում է, վсё երկու տարբերակներն էլ առկա են եղել, որովհետև արագություն է պետք, որ չկարողանաս մանևրել։ Մյուս կողմից դեպքը տեղի է ունեցել 18:30-ի սահմաններում, այսինքն մթշաղին, հետևաբար վարորդը պիտի կրկնապատկած լիներ զգոնությունը։ Հիմնականացման բանը բերեք մի հատ հիմնականացնեք, տեսեք եթե բանա բանը նայեք։ Վարորդներին քանի անգամ ենք ասել, որ հատկապես ուշադիր լինեն, երբ մարդ են տեղափոխում։ Ախր մարդը կարտոշկա չի, որ ոնց էլ քշես կլինի։ Թարսի նման Opel-ում եղել է ուշադրություն, 8 մարդ, համենայն դեպս դեպքի վայրում հավաքվածների վկայությամբ։ Եթե այդպես է, ուրեմն գործ ունենք մեկ այլ խախտման, թույլատրելի քանակի ուղևորների տեղափոխման հետ, բայց եղածը եղած է, իսկ եղել է այն, որ ինքնավթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, եւս 6 հոգի տեղափոխվել էին Վարդենիսի բժշկական կենտրոն։ Այս կողմով եկեք, այս կողմից ավելի հարմար է։ Հիմա տեսնում եք, թե ինչպես են փրկարարները մահացածներին մոտեցնում դիատարին, սարսափելի տեսարան, որին սկսել ենք հաճախ ականատես լինել։ Այն ինչ որ ասեցի տեսանյութի սկզբում, պիտի ասեմ նաև վերջում, ժողովուրդ ջան, ձեզանից շատերը վատ աշակերտներ եք, ովքեր երբեք էլ ուսուցիչ չեն դառնա։ Եվս մեկ անգամ հորդորում ենք ականջալուր լինել մեր հորդորներին, խնդրանքներին, այս կամ այն խախտման հետևանքները, կադրային ապացույցները ուշադիր դիտել եւ փորձել համապատասխան հետևություններ անել։ Ցավակցում ենք մահացածների հարազատներին, իսկ վիրավորներին ցանկանում շուտապույտ ապաքինում։ Քորերի վրա սաղ այրան հետքերը։ Բրամրա կապված լինեն, հնարավոր է փրկվեին։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։